Դուք հեշտ եք ընդունում ձեր կատարած սխալները։ Բավականին հեշտ ընդունում եմ, այլ հարց է արդյոք բարձրաձայնում եմ դրա մասին եւ արդյոք այլ մարդկանց արչեւ ցույց տալիս եմ, որ ես սխալվել եմ։ Գոռոզ մարդ չեմ, բայց բավականին հպարտ տեսակ եմ։ Ես հաճախ իմ կյանքում թույլ եմ տալիս անձնազոհություններ, զոհողություններ, փողզիջումներ, որոնք շատ մեծ սխալ են հենց ինքս ինձ համար։ 18 թվականին, երբ բախվեցի այդ շատ մեծ խնդրին, առողջական, օնկոլոգիական խնդրին, դրանից հետո ինքս ինձ խոստացել էի, որ երբ վերապրեմ, այ չէի ասում, եթե վերապրեմ, որովհետև կասկած չունեի, որ վերապրելու եմ, ասում էի, այ Անի, երբ վերապրես, չհամարձակվես նորից նույն սխալները կրկնել։ Նորից չայրես քեզ ուրիշներին լուսավորելու համար, որովհետև չի գնահատվում։ Սուրբ գրքի այդ խոսքերն է ինձ համար ուղենիշ դարձրել, որ մարգարիտներդ խոզերի առջև շաղ չտաս, ոտակող կանեն եւ կանցնեն։ Դու պատրաստ ես անգամ ամենանեղ պահերին դեմ գնալ մեծամասնությանը, չլինել մեծամասնությունից մեկը եւ որքան էլ դա դժվար է, կռիվ տալ մենակ եւ թեկուզ հետո որքան էլ քեզ ծափողություններով դիմավորեն եւ ասեն այ ապրես, որ դու սա արեցիր, բայց չէ որ դու այդ ամբողջ բեռը քեզ վրա ես կրել, թեկուզ անքուն գիշերներ ես անցկացրել, քո առողջությունն ես վնասել, բայց դե չես կարողանում այլ կերպ, չես կարողանում, որովհետև կրկնում եմ, տեսակի խնդիր է։ Հայ պերսոնայում այս անգամ հյուրընկալել եմ Անի Քոչարին։